Ես այսօր շատ եմ սիրում Աստծո խոսքը։ Լինում է ժամանակ, չգիտեմ քո մոտ այդ ձևի տպավորություն եղել է թե չէ, բայց ուզում եմ այս գիրքը վերցնեմ կծեմ։ Գիտես, ուտելու գիրք է, որ պետքա ուտես ու կշտանալ չկա։ Աստված այնպեսի կերակուր է մեզ տալիս, որ մեկ-մեկ իր խոսքը մենք կարդում ենք, բայց պետք է իրականում ուտենք այդ խոսքը, կերակրվենք այդ խոսքով։ Ամեն։ Փառք մեր Աստծուն, օրհնյալ է մեր Աստված, հզոր է մեր Աստված։ Այսօր ուզում եմ խոսեմ, որ սիրելիներս, մեր հոգևոր կյանքի մեջ կան հիմնարար բաներ, որոնք մենք պետք է չանտեսենք, որովհետև դրանից կախված է մեր հոգևոր ընթացքը, դրանից կախված է մեր հոգևոր լինելը, սենց ասեմ։ Շատ ժամանակ այդ բաները մեր ներսին է վերաբերում, ոչ թե ինչ-որ գործողություն են, բայց մեր ներսի վիճակին է դա վերաբերվում, մեր էությունն է դա, մեր էությանն է վերաբերում, կարելի ասել մեր կեցվածքին է վերաբերում, մեր ներսի մարդուն է վերաբերում, դրանք կարևոր բաներ են, և դրանցից մեկը դա քաղցրությունն է, որի մասին ուզում եմ խոսել։ Նախ և առաջ ուզում եմ կարդամ ձեզ համար Գաղատացիս 5-րդ գլուխ 22 խոսքից։ Բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատ, քեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա։ Քաղցրությունը, սիրելիներս, դա Սուրբ Հոգու էության մասնիկն է։ Նկատել եք, որ ասում է Սուրբ Հոգու պտուղն է, չի ասում Սուրբ Հոգու պտուղները։ Սուրբ Հոգու պտուղն է, այսինքն Սուրբ Հոգուն ներկայացնողը այս բոլոր թվարկած բաներն են՝ սեր, խաղաղություն, ուրախություն, բարություն, քաղցրություն։ Գիտեք, ռուսերենում, չգիտեմ ոնց է գրված անգլերենում, բայց հայերենում է գրված քաղցրություն, անգլերենում է կարծեմ քաղցրություն գրած չի։ Ճիշտ եմ ասում։ Ուրիշ բան է ինչ-որ գրած, բարություն է գրած։ Բարություն է գրած։ Բայց հարցը սա է, որ այդ քաղցրությունը մեր մեջ, դա ամենակարևոր բաղադրիչներից է որպես հոգևոր մարդու։ Հալելույա։ Ինչ է արել Աստված։ Աստված եկել է մեր կյանքի մեջ ու փոխել է մեր կյանքը։ Ու մեր կյանքը լցրել է Սուրբ Հոգով։ Եվ Սուրբ Հոգու բաղադրիչներից, էության բաղադրիչներից, էության բաղադրյալներից մեկը դա քաղցրությունն է։ Սեր, խաղաղություն, ուրախություն, բարություն, քաղցրություն, հեզություն, հավատ, ժուժկալություն, այդ ամեն ինչը Սուրբ Հոգու ներկայացված վիճակն է, այն ինչ որ Սուրբ Հոգին կա, նա ով է մեզ համար, մենք այդ ձևով ենք տեսնում։ Եվ այդ քաղցրությունը տրված է մեզ Սուրբ Հոգով։ Ամեն։ Ամեն։ Դա է մեզ ամենակարևոր բաներից է ես կասեմ, որ մեզ տարբերում է այս աշխարհից։ Դուք նկատել եք, որ այս աշխարհը քանի գնում է դառնանում է։ Դուք նկատել եք, որ այս աշխարհի մարդիկ որքան գնում են, ինչքան որ ավելի շատ հնարավորություններ է բացվում, ինչքան ավելի շատ լավ բաներ են մարդիկ սկսում հայտնաբերել, լավ բաներ, ինչքան լավ բաներ է, չէ՞ հիմա հայտնաբերվում, բայց մարդիկ գնալով ավելի դառնանում են։ Բայց Սուրբ Հոգին եկել է մեր մեջ, որ մենք քաղցր լինենք, որ մեր կյանքը քաղցր լինի։ Ամեն։ Դու գիտես, որ քո կողքը նստած է մի հատ քաղցր մարդ։ Ինչու, որովհետև ոչ թե մենք ենք քաղցր, մենք մեր էությունով դառն ենք շատ, բայց Աստծո Հոգին եկել է և քաղցրացրել է մեզ։ Ամեն։ Ուզում եմ կարդամ Եփեսացիս, այսօր ոչինչ որ մի քիչ շատ տեղեր եմ կարդալու։ Եկեղեցում կարելի է, չէ՞, Աստվածաշնչից շատ կարդալ։ Եփեսացիս 4-րդ գլուխ 32 խոսքը։ Աստծո խոսքն ասում է, և իրար հետ քաղցր եղեք։ Հալելույա։ Գթած, իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց։ Ինչ է ուզում Աստված, ոնց վերաբերվենք մենք իրար հետ, ասում է քաղցր եղեք իրար հետ։ Քաղցր եղեք, դուք տեսել եք, որ այս աշխարհում ոնց են մարդիկ իրար հետ դառը վերաբերվում։
իրար վրա դառնություն, ել չեմ ասում թույն են թափում իրար վրա։ Ինչ կեղտոտ խոսքեր կարող են իրար ասել, ինչ դառը խոսքեր, ինչ բամբասանքներ ասես կարող են իրար մասին բամբասել, ինչ նախանձ ասես կարող են իրար վրա թափել, բայց Տերն ասում է իրար հետ քաղցր եղեք։ Ես ու դու մարդիկ ենք, որ պետք է կրենք այդ քաղցրությունը եւ մեր ներսից դրսևորվի այդ քաղցրությունը։ Ամեն սիրելնես, Աստծո խոսքն է ասում, որ քաղցր լինենք իրար հանդեպ։ Գիտեք, լինում է, որ մարդիկ կան տեսքով նայում ես, ոնց որ թե քաղցր է, բայց հետը սկսում ես խոսալ այնքան դառնություն է իրանից գալիս։ Բայց մարդիկ եկան, օրինակ մի անգամ մի տեղ է, մի ծառայող կար, ու առաջի անգամ չէ այդտեղ, բայց այդ ծառայողը միշտ էս լուրջ, էս մանր գալի, եւ ես ասում եմ, լավ, այս մարդը ինչի է այս, նորմալ է չէր բարևում ճիշտ ասած։ Եվ ես իմ մեջ մտածում եմ, ասում եմ, բայց լավ, ինչի է ինքը սենց։ Բայց հետո որ հետը իր հետ ծանոթացա, գիտեք, տեսա ինչքան քաղցր մարդ է ինքը, գիտես ու հումորով էլ մարդ էր։ Ուղղակի դեմքն էր իր լուրջ, բայց գիտես ինչի համար է լուրջ, ես հետո իմացա։ Արդեն տարիներ շարունակ իր կինը քաղցկեղով հիվանդ էր եւ ինքը հոգ էր տանում իր կնոջ համար։ Իր մահճակալում պարկած կնոջ համար եւ գիտես նա բեռ էր տանում եւ դրա համար իր դեմքը է ձեր, բայց ինքը իրանով քաղցր մարդ էր։ Երկուսն է լինում է որ մարդ կարծես թե քաղցր է, բայց հետո խոսում ես դառը բաներ է խոսում, բայց մարդ կա, գիտես տեսքով չի, ինքը տեսքով չի, բայց գիտես Հիսուսը ասում է ոչ տեսք ուներ, ոչ հաճություն կար նրա վրա, բայց Հիսուսը նրա նման քաղցր մեկը չկա սիրելնես։ Եվ դրսի երևույթով չեմ ասում քաղցր, ինչ եմ ուզում ասեմ սիրելնես։ Մեր ներսն է կարևոր որ քաղցր լինի։ Այսօր կարող է ինձ հետ մի բան, ինչ որ մի վատ բան լինի եւ այդ վատ բանի վրա դու չես ծիծաղում, դու չես ուրախանում, բայց թույլ չտանք ոչ մի բան մեր կյանքի մեջ մեր ներսը դառնություն բերի։ Այս աշխարհում դժվարությունները շատ են։ Ես հիմա չեմ մարգարե անում, որովհետեւ իրոք այդպես է, քանի դեռ այս աշխարհում ենք սիրելնես, նորություն չի, որ միշտ է դժվարություն լինելու է։ Ով է համաձայն, որ գիտես այս աշխարհն է այդ ձև, այս մի դժվարությունը վերջանում է, մյուսն է սկսում, այս մի խնդիրը վերջանում է, լուծում ես, այն մյուսն է գալիս։ Բայց ոչինչ սիրելնես, չպետք է մեր ներսը բերի դառնություն։ Թույլ չտանք, որ մեր ներսը դառնանա, ինչ որ իրավիճակներից։ Մանավանդ լինում է, երբ որ մարդիկ կորուստ են ունենում։ Գիտես շատ դժվար է այդ մարդկանց համար, իհարկե շատ դժվար է, բայց այդ ամեն դժվարության մեջ թող Սուրբ Հոգու քաղցրությունը մեր ներսը մնա։ Ու գիտեք ինչ է կատարում, երբ որ դու քո դժվարությունը անցնում ես, այդ քաղցրությունը մեջդ մնում է, ինչ դժվարություն, ինչ տառապանք դու անցել ես, այդ քաղցրությունով դու կարողանում ես ուրիշին, ով որ անցնում է դա մխիթարել նրան զորացնել Սուրբ Հոգու զորությունով։ Եվ այն քաղցրությունը, որ Սուրբ Հոգին քո մեջ դրել է։ Բայց պատկերացրա, ես ինչ-որ դժվարություն եմ անցել, ու ներսը դառնացել է դրանից, մյուսը, որ այդ նույն բանը անցնում է, ես նրան չեմ կարող մխիթարել, որովհետև իմ մեջ արդեն դառնություն է։ Ես շատ կգնամ իր դառնության հետ կգործակցեմ, կասեմ, վայ, ես ինչ ա եղել, մեռնելներս գալիս է, բեր մեռնենք։ Չէ, Աստծո խոսքն ասում է, ես չեմ մեռնի, ես կապրեմ եւ Աստծո գործերը կպատնեմ։ Ամեն։ Թող ոչ մի բան մեզ չկոտրի սիրելնես, որ մեր ներս այնքան դառնացնի, անգամ չուզենանք ապրենք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Փառք մեր Աստծուն, որ մեզ քաղցրացրել է։ Որովհետև մեր ապաշխարելուց եւ Տիրոջը դառնալուց հետո մեր էությունը քաղցրացավ։ Մենք դառը մարդիկ ենք իրականում։ Անկամ գիտես աշխարհի մարդիկ կան, աշխարհի մեջ են, որ հավատքի մեջ չեն, ասում են լավ մարդ է, բան, գիտես ինքը կատակներ անում, բայց ես ինչքան մարդիկ կա եղել, ես իրանց հետ առանձին երբ որ խոսում ես, երբ որ իրանք սկսում են խոսել իրանց կյանքի դառնություններից, հասկանում ես, որ իրանք այդ կատակներով ուղղակի ծածկում են իրենց դառնությունը։ Իրենց ժպտալով ծածկում են իրենց դառնությունը, բայց ներսի քաղցրությունը եւ ներսի դառնությունը հանողը եւ քաղցրություն բերողը միայն Աստծո Սուրբ Հոգին է։ Ոչ ոք չի կարող իրանով քաղցր լինել սիրելնես։ Աստծո Սուրբ Հոգով է, որ ես ու դու քաղցր ենք։
Այսօր դու եկել ես Աստծո մոտ, ինչու համար եմ ասում, վստահ նայի կողքինի տես որ քաղցր մարդ է, որովհետև եկել ես հավատալով Աստծոն, այն Աստծոն, որը քաղցրացնում է քեզ։ Ամեն։ Ամեն։ Եթե ինչ որ դառնություն է կա, այսօր թողնենք ամեն բան, ասենք Տեր քաղցրացրա, ես քո քաղցրությունը չեմ ուզում կորցնել։ Ո՞վ է հիշում ոնց ապաշխարեց ինքը։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք հիշենք ոնց ապաշխարեցինք։ Այսօր քույրս հիշում էր, ես ամենահզոր վկայությունը դա է, թե դու ոնց ապաշխարեցիր։ Դրանից հզոր բան չկա, դու նայում ես Պողոսին, թագավորի առաջ բերում են, կարծես ուրիշ պատմելու բան չունի, բայց կա պատմում ամենակարևոր բանը, թե ոնց է ինքը Հիսուսին հանդիպել։ Դա ամենակարևոր վկայությունն է, բայց ուզում եմ ցույց տամ քեզ, թե ոնց եղավ, որ ես ու դու ապաշխարեցինք։ Հռոմեացիս 2:4-ը ասում է կամ թե նրա քաղցրության առատությունը եւ համբերությունը եւ երկայնմտությունը արհամարում ես, չգիտենալով, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Ինչի պատճառով են ես ու դու ապաշխարել սիրելիս։ Ճշմարիտ ապաշխարությունը գալիս է, երբ որ մարդը ճաշակում է Աստծո քաղցրությունը։ Ոչ թե Աստծո վախը։ Գիտես, այսօր ավետարանը մարդիկ լինում է քարոզում են, վախացնում են մարդկանց։ Նայ հա դժոխք կգնաս։ Այդ մարդը կարող է զորով աղոթք անի քեզ հետ, բայց չապաշխարի իրականում։ Բայց եթե նա իմ ու քո վկայությունից տեսավ Տիրոջ քաղցրությունը, առավել ևս ոչ Տիրոջ քաղցրությունը մարդիկ տեսնեն, եթե մեր մեջ չլինի քաղցրություն։ Բայց եթե մեր մեջ քաղցրություն է եւ մենք ավետարանը քարոզում ենք եւ Աստծո քաղցրությունն է հայտնում, ասում է միթե չգիտես, որ Աստծո քաղցրությունը քեզ ապաշխարության է տանում։ Սիրելիս մարդիկ չեն ուզում, որ իրանց սովորացնես, որ նա ճիշտ է։ Դուք նկատել եք, որ բոլոր մարդիկ իրենց ճիշտը ունեն։ Սկսած փոքրերից մինչև մեծ, անգամ երեխաները այսօր իրենց ճիշտը ունեն։ Մարդիկ չեն ուզում դու իրանց սովորեցնես, մարդիկ ուզում են տեսնեն քաղցր մարդիկ։ Մարդիկ ուզում են տեսնեն Աստծո քաղցրությունը։ Մարդիկ ուզում են տեսնեն, որ կա մեկը, որին Աստված քաղցրացրել է։ Եվ ասում է, ես էլ եմ ուզում այդ ձևի քաղցր լինեմ։ Ամեն։ Մարդիկ չեն ուզում, որ մենք իրանց դժոխքի մասին ասենք։ Մարդկանց անգամ հետաքրքիր չի երկինքը, որովհետև այս կյանքում երբ որ ամեն ինչ ունեն, չեն ուզում անգամ երկինք գնան։ Եղբայրներից մեկին ասեցինք Հիսուսը շուտով գալիս, ասում է, ինչ կլինի, թող մի քիչ ուշանա, էլի գործերս լավ է։ Ասեցինք չի լինի, կարող ինքը վաղն է գա։ Ինքը քո գործերին չի նայելու։ Գես մարդիկ լինում է, որ այս աշխարհում այնքան բան ունեն, չեն ուզում անգամ երկին գնան։ Գես բայց մարդիկ կարիք ունեն քաղցրության։ Աստծո քաղցրության։ Ամեն։ Մի մաֆիոզ ապաշխարել, շատ մաֆիոզներ են ապաշխարել, բայց այդ մաֆիոզը պատմում էր, ասում է, ահա որ սարսափելի մարդ եմ եղել, ներսս, ահա որ կատաղությամբ լցված, ասում է, չեմ հասկացել ոնց եղավ, որ ես ապաշխարության աղոթք արեցի, եւ դրանից հետո անկախ ինձանից ասում է, կյանքը ինձ համար քաղցր է, այս բառերով է ասում էր, կյանքը ինձ համար քաղցր է, ասում է, որտեղ ամբողջ կյանքը փոքրուց պապան ծեծել էր եւ այլն եւ ինքը գնացել էր դարձրել մաֆիոզ։ Ինչու դառը կյանքից, բայց ասում է եկա Աստծո մոտ եւ Աստված քաղցրացեց ինձ։ Ասում է ոչ ոք չէր ճանաչում։ Գիտեք ամենահզոր բաներից, որ մարդիկ տեսնում են մեր մեջ, երբ որ մենք ապաշխարում ենք, իրականում դա ապաշխարություն չի, երբ որ մարդը ապաշխարում է, իրան նորից տեսնում է, որ ինքը նույնն է։ Չէ, երբ որ մենք ապաշխարում ենք, մենք ուրիշ մարդ ենք դառնում։ Ամեն։ Եվ ամենահզոր բաներից, որ նրանք տեսնում են, որ դու քաղցր մարդ ես դառել։ Ամեն։ Աստծո քաղցրությունն է մեզ տանում ապաշխարության։ Դրա համար, երբ որ մենք ինչ-որ մեկին է ավետարանը քարոզում ենք սերնես, թող նրանք տեսնեն Տիրոջ քաղցրությունը այդ բոլոր մեր խոսացածների մեջ, բոլոր մեր վկայությունների մեջ, ավետարանի խոսքը կարդալու մեջ, թող տեսնեն այն քաղցրությունը, որը Աստված մեր մեջ դրել է։ Եվ անգամ եթե ուղեղով էլ հակառակվեն մեզ, նրանք երբեք չեն կարող իրենց խաբել, որ ասեն, այս մարդը քաղցր չէր դառնեն, նրանք չէ իրան հիշելու են, բայց այս մարդու հետ ես համաձայն չեմ, չէի ուզում իր խոսացած ավետարանը լսեմ, բայց ինքը մի տեսակ ուրիշ մարդ էր։ Ում հետ ա եղել ձեր, իմ հետ շատ ա եղել։ Չեն համաձայնվել, չեն ուզեցել աղոթեն, չեն ուզեցել ընդունեն Հիսուսին, բայց գիտես հետո
երբ որ եկել են Աստծուն են դարել, ասում եմ, բայց ես հիշում եմ, ասում եմ, միշտ ես ուզում էի գայի քո հետ խոսեի։ Համաձայն չէի քո հետ, բայց ուզում էի գայի քո հետ խոսեի։ Ինչու՞, որովհետև դա Տիրոջ քաղցրությունն է, որը մենք պետք է չկորցնենք սիրելիներս։ Նորից եմ ասում, այնքան բաներ կա այս աշխարհում, որ կարող է փորձել գողանալ մեր ներսից այդ քաղցրությունը։ Բայց թույլ չտանք, միշտ այսօրվա օրը, եթե Տերը թույլ է տվել այսօր ստեղ լինեմ, այսօր խոսքը վերցրացրել ես, մինչև կյանքի վերջ հիշի, չկորցնես Տիրոջ տված քաղցրությունը քո մեջ։ Թույլ չտաս, որ ինչ որ մի բան դառնացնի քեզ։ Ամեն։ Ամեն։ Սաղմոս 34:8 Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանել է այն մարդը, որ հուսացած է նրան։ Տերը քաղցր է։ Ու Տիրոջը ճաշակելով է, որ կարող են քաղցր լինել։ Սա միայն չի ասում նրա մասին, որ ճաշակի եւ տես Տերը քաղցր է։ Սա խոսում է նրա մասին, որ երբ որ դու ճաշակում ես Տիրոջը, ինքդ ես քաղցրանում։ Ոնց որ այս խոսքը ասի, եթե կյանքիդ մեջ դառնություններ կան, ճաշակի Տիրոջը տես, որ ինքը քաղցր է։ Ու քո հույսը դիր նրա վրա։ Ասում է, երանել է այն մարդը, որ հուսացած է նրան։ Դուք զգում եք, որ ոնց որ այս մի խոսքը բացատրի ասի, լսի բաներ կա, որ կարող է քեզ հույսից գցում այլ դու արդեն չգիտես ոնց է ելքը լինելու, եւ սկսում է կյանքը դառնանալ, ասում է, բայց ճաշակի Տիրոջը տես, որ ինքը քաղցր է, քո հույսը իր վրա դիր։ Երանել է այն մարդը, որ հուսացած է Տիրոջը։ Ամեն։ Փառք Աստծուն։ Հակոբոս 3-րդ գլուխ 11-րդ խոսք։ Միթե մի աղբյուր նույն ակնից քաղցր եւ դառը ջուր կբխի։ Սա արդեն խոսքերի մասին է։ Եթե մենք ուզում ենք քննենք, մենք քաղցր ենք, թե չէ, միշտ տեսնենք, թե ինչ ենք մենք խոսում։ Որովհետև այն բաները, որ մենք դառնություն ենք խոսում, չէ, այն ինչ որ վայել չի քրիստոնյային, այն ինչ որ վայել չի Հիսուսին հավատացողին։ Այդ ամենը դառը բաներ են, ասում եմ, բայց եթե դու քաղցր ես, դու պետք է քաղցր բաներ խոսես։ Լինում է մարդիկ դառը բաներ են խոսում իրենց կյանքի վրա։ Լինում է դառը բաներ են խոսում իրենց տնեցիների վրա։ Դառը բաներ են խոսում կողքի մարդկանց վրա, աշխարհի վրա, հայ ազգի վրա, պետության վրա, ում վրա ասես։ Սիրելիներ, մենք կանչված չենք դառը բաներ խոսել, մենք կանչված ենք դառը բաների համար աղոթենք, ոչ թե խոսենք։ Գիտեք, մարդիկ շատ են սիրում կառավարությունից խոսել, քաղաքականությունից խոսել, բայց Աստծո խոսքը մեզ ասում է աղոթեք բոլոր իշխանավորների համար։ Գիտեք ինչու։ Որպեսզի դառը բաներ չխոսենք։ Այլ աղոթենք։ Ամեն։ Գիտես, եթե մի բան էլ ինչ որ մի դառնություն էս կյանքի մենք խոսում ենք, թող դա վերածվի աղոթքի։ Թող դա չմնա, որ հայերով հավաքվում են մի քիչ դարդերից խոսում են, դարդերը գիտեք, չէ՞։ Դարդակալած խոսում են։ Գիտես, կան դարդակալած հավատացյալներ։ Հավատացյալը պետք է դարդակալած չլինի։ Թող այդ դարդերի մասին խոսալը աղոթքի վերածվի, սիրելիներս։ Այդ ժամանակ մենք մեր քաղցրությունը չենք կորցնի, որովհետև հարցը նա չի, որ վատ բաները կամ ինչ որ դժվար բաները անտեսենք, հարցը նա է, որ դրանց պատճառով դառը չդառնանք։ Ո՞վ է հասկանում ինչ եմ ասում։ Գիտեք, քաղցրությունը այնպիսի բան է, որ անգամ երբ որ ներկայացնում են մրգերը, ասում են, որ ուզում են ասեն լավն է, ասում են քաղցր է։ Մոսկվայում մի անգամ շուկայով գնում եմ եւ մի մարդ գոռում ասում է. Քաղցր խնձոր, քաղցր դեղս, մեկի ընթացքում գոռաց, քաղցր լիմոն։ Ուզում ասի լիմոնն էլ է լավը, բայց լիմոնը քաղցր չի։ Գիտես, մարդիկ կան լիմոն են։ Մենք կանչված չենք լիմոն լինելու։ Կամ լինում է, գիտես, խնձորը տեսքից լավն է լինում, կծում ես թթու է, ոչ թե քաղցր։ Մենք կանչված ենք քաղցր լինելու։ Քաղցրությունը ներկայացնում է Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին, Սուրբ Հոգու պտուղը
նրա էության մի մասը դա քաղցրությունն է։ Բացի սեր, խաղաղություն, ուրախություն եւ մնացածը քաղցրությունը դա մի մասն է, սիրելիներս։ Չկորցնենք դա երբեք ու երբեք։ Ու երբ որ մենք խոսում ենք, միշտ քննենք, մենք դառը խոսացողներ ենք, թե քաղցր խոսացողներ ենք։ Ասում չի կարող մի աղբյուրից քաղցր եւ դառը ջուր բխի միաժամանակ։ Եթե Աստված ինձ ու քեզ քաղցրացրել է, ուզում եմ ասել, քեզ վայել չի, էլի դառը ջուր բխի քեզանից։ Քեզ վայել է քաղցր ջուր բխի։ Ամեն։ Ամեն։ Դες երբ որ միջև ապաշխարել ես, իհարկե, ես լրիվ ուրիշ մարդ եմ եղել։ Եվ ամենամեծ բաներից, որ ինձ ասում են դու գժվել ես, նա էր, որ իմ ամբողջ խոսակցականը փոխվել էր։ Լրիվ իմ խոսակցականի դառնությունը Տերը վերցրել էր եւ ուրիշ մարդ է դառել։ Ասում էր, քեզ եսիմ ինչ են արել, կախարդել են, ինչ են արել, ուրիշ մարդ ես դառել։ Չգիտես ինչու, երբ որ մարդը ապաշխարում է դառնում է Հիսուսին, ասում են գժվել է։ Բայց որ գնում է հարբեցող է դառնում, ասում են քեֆանող մարդ է։ Հիսուսի պատճառով արժե գժվել։ Ասում մենք նրա խենթությունով, ավետարանի խենթությունով ասում խենթացած ենք եւ այս աշխարհի իմաստությունը ավելի խենթ է, երբ որ մենք ավետարանով ենք խենթ։ Իրանց իմաստությունը իմաստություն չէ, որ մտածում են իրանք իմաստուն են։ Բայց Աստված մեզ չի խենթացրել, Աստված մեզ քաղցրացրել է, Աստված մեզ փոխել է, մեզ կյանք է տվել, նորն է արել մեր մեջ։ Ամեն։ Առաջի Պետրոս, երկրորդ գլուխ։ Շատ հետաքրքիր մաս է այստեղ, 1-ից 3-ը կկարդամ։ Արդ դենք ցելով ամեն չարությունը, ամեն խաբեությունը, կեղծավորությունները, նախանձը, ամեն չարախոսությունը, տեսեք, ինչքան վատ բաներ ասում, մի կողմ դենքցեք։ Նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք դեպի փրկությունը, Աստծո խոսքի մասին ասում։ Եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է։ Փաստորեն, Աստծո խոսքը ասում է դենքցեք այդ ամեն չարությունը, կեղծավորությունները, նախանձը, ամեն այդ վատ բաները այն կողմ գցեք, ու ասում է ընդունեք Աստծո խոսքը, բայց ասում է դա հնարավոր է նրանց համար, ովքեր ճաշակել են, որ Տերը քաղցր է։ Այսինքն, եթե ես ու դու ճաշակել ենք, որ Տերը քաղցր է, հաջորդ բանը, որ մենք ուզում ենք Աստծո խոսքով կերակրվենք, այս բանավոր կաթը ընդունենք, որպեսզի այն մնացած բաները, այն ինչ որ չարիքա, կեղծավորությունա, նախանձա եւ սրա վրա ավելացած մնացած բաները, ինչ Տիրոջ խոսքն ասում է, այդ ամեն ինչը մի կողմ գցենք։ Այսօր ուզում եմ ասեմ սիրելիս, եթե ուզում ենք մեր քաղցրությունը պահենք, չդադարենք Տիրոջ խոսքով լցվել։ Չբավարարենք միայն նրանով, որ քարոզներ լսենք։ Քարոզներ լսենք այստեղ կամ ինտերնետով, դա շատ լավ է։ Ճշմարտության քարոզները լսել, Հիսուսին մասին փառավորող նրան ճշմարտությունները, որտեղ շատ ոչ ճշմարտություններ կան։ Բայց ես մի բան ասեմ։ Իմ ու քո քաղցրությունը պահելու է նա, երբ որ մենք անձամբ լցվում ենք այս խոսքով։ Թե ուրիշների քարոզների միջոցով, թե անձամբ վերցնելով, որտեղ շատ կարևոր է, որ անձամբ մարդը խոսքը կարդա։ Այսօր աշխարհով մեկ ամենամեծ խնդիրներից մեկը նա է, որ հավատացյալները Աստծո խոսք չեն կարդում։ Բայց եթե ես ուզում եմ քաղցր մնամ Տիրոջ մեջ, քաղցր մարդ լինեմ Աստծով, այս խոսքն է, որ ինձ կերակրում է, որովհետև ես ճաշակել եմ, որ Տերը քաղցր է, եւ դրա պատճառով եմ ուզում լցվեմ այս խոսքով։ Այդ քաղցրությունը, որ դու զգում ես, դու ուզում ես այդ քաղցրությունը վերցնես։ Դա վերցնում ես Աստծո խոսքից։ Ամեն։ Ասում եմ, եթե ճաշակել եք, լցվեք ասում այդ բանավոր կաթով, եթե ճաշակել եք, որ Տերը քաղցր է։ Փաստորեն, ամեն չարիքը, ամեն բան, որ մեզ վայել չի սիրել, այս դենք գցելը հնարավոր է նրանց համար, ովքեր ճաշակել են, որ Տերը քաղցր է։ Ոչ թե մեզ օրենքն է ստիպում,
Խնդրում եմ ուշադիր լինեք։ Ոչ թե Աստծո օրենքն է մեզ ստիպում, որ մենք չարիքը մի կողմ դնենք, այլ մենք Աստծո օրենքը ունենք, բայց ճաշակել ենք, որ Տերը քաղցր է, դրա համար ուզում ենք Տիրոջ օրենքը կատարենք։ Եվ հիմա ոչ թե Տիրոջ օրենքն է ինձ սահմանափակում, այլ Տիրոջ օրենքը իմ մեջ է, որովհետև ճաշակել եմ, որ Տերը քաղցր է, եւ Տիրոջ օրենքը հիմա ուզում է իմ միջից գործի, դրա համար էլ ես չեմ ուզում սիրեմ մեղքը։ Ամեն։ Մի անգամ Երևանում գնացի մի բան առնեմ, հյուր էի գնալու, կոնֆետներ էի ուզում առնել տուփով։ Եվ գիտեք Երևանում ոնց է, երբ որ մտնում ես խանութ, դեմքով ճանաչում են դու Ամերիկայից ես, թե Ռուսաստանից ես։ Ու մի անգամից առաջարկում են ամենաթանկը։ Ու որ տեսա, որ իհարկե հասկացա, որ Ռուսաստանից եմ, ասեց եղբայր ջան, այս ամենամեծը, դա ամենալավն է, երևակայ վաղուց չէր ծախվում։ Վերջը այդ տվեց, որ այդ ասի տուր, վերցրեցի, հետո ասեց, լավ կոնյակ ունեմ, ասեց, կուզես, ասեցի չէ, ես եկեղեցու ծառայող եմ, սեզ նայեց, խղճալով ասեց, ձեզ չի կարելի, հա։ Գիրես, ենքան մեղք եկավ ինձ, ենքան խղճաց ինձ, ասեցի չէ, ուղղակի չեմ սիրում։ Գիրեք, մարդիկ մտածում են, որ մենք հավատացյալ ենք, մեզ օրենքը նենց է սահմանափակ է, որ խեղճ մարդիկ իրանց դրել են այդ սահմանափակ օրենքի մեջ ու տանջվում են։ Գիրեք, չէ, որ կան տանջված հավատացյալներ են, որ զորով իրանց ստիպում են մեղք չգործեն։ Չէ, սիրելիս, Տիրոջ քաղցրությունը զգացած է իրան ներսից է այդ օրենքը գործում, ինքը ուրախ է, որ մեղք չի գործում, ոչ թե ստիպված է, որ մեղք չի, ինքը ուրախ է, որ մեղք չի գործում։ Ամեն, քանիսը կան այստեղ այդպես։ Ոյ, մենակ չեմ, շատերն են։ Գիտես, մենք կանչված ենք չտանջվենք օրենքից, այլ ուրախությամբ օրենքը կատարենք, որովհետև ճաշակել ենք, որ Տերը քաղցր է։ Մենք ուզում ենք ամեն բան, որ վայել չի Տիրոջը, վայել չի քրիստոնյան, մի կողմ գցենք, որովհետև մենք ուզում ենք այս բանավոր կաթով լցվենք, այս տեղն են բացատրում, որովհետև ճաշակել ենք, որ Տերը քաղցր է։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Մեր քաղցր Աստված։ Ամեն։ Եկեք բացենք Սաղմոս 119-ը։ Հարյուրերեք խոսքը, որքան քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի է իմ բերանին, որքան քաղցր է քո խոսքն իմ քիմքին, տեսնում եք, չէ, որ քաղցրությունը այս խոսքից է գալիս, մենք ճաշակել ենք, որ Տերը քաղցր է, բայց որպեսի լցվենք քաղցրությունով, որպեսի պահենք քաղցրությունը, պետք է լցվենք խոսքով։ Նրա խոսքը քաղցր է մեր քիմքին։ Ով է ուզում ես խոսքով լցվի, գիտես դրանով էլ կարամ ես ինձ փորձեմ, քո մասին չեմ ասի, ես կարող եմ ինձ փորձել, ես քաղցր եմ մնում թե չէ, երբ որ փափագ ունեմ Աստծո խոսքը կարդալու։ Երբ որ փափագ չունեմ, դա նորմալ չի։ Կներեք, բայց դա նորմալ չի։ Ես պետք է փափագ ունենամ Տիրոջ խոսքով լցվելու։ Եթե ես հավատացել եմ Տիրոջը։ Ամեն։ Ամեն սիրելիներս, դա իրականություն է։ Գիտեք, լինում է, ես չեմ ասում ամեն օր կարդում եմ, սուտ կասեմ, բայց եթե մի օր չեմ կարդում, իմ ներսս փափագում է, ես չեմ կարող չկարդալ։ Ես պետք է հաջորդ օրը նստեմ ավելի շատ կարդամ։ Ինչու, ոչ թե պարտավոր եմ, ոչ թե դե պետք է, լավ որ չես կարդացի, ուրեմն մի քիչ ավելի շատ։ Չէ, ես կարիք ունեմ։ Կարիք ունեմ, որովհետև ես չեմ ուզում ես աշխարհի դառնությունով լցվեմ։ Ես ուզում եմ նրա քաղցրությունով լցվեմ։ Ամեն։ Եվ էլ չեմ ասում սիրելիներս, որ Աստծո խոսքը, ես արդեն կվերջացնեմ մի քիչ էլ քարոզի չէ, որ Աստծո կվերջացնեմ, մի կես ժամ դեռ կա։ Չէ, կես ժամ չկա։ Բայց առավել եւս Աստծո խոսքը Գիտեք, ես տեսել եմ, որ շատ խիստ է խոսում, թե քաղցրությունը կորցնելը ինչքան ծանր կարող է ազդել մարդու վրա։ Երբ որ Աստված խոսում է նոր կտակարանում իր Իսրայել ժողովրդի մասին, որոնք Քանաան չմտան,
խոստման երկիրը չմտան։ Եվ հետո Հռոմեացիս գրքում Աստված բացատրում ասում է նրանց բնական ճյուղերին կտրեց, որպեսզի ձեզ պատվաստի եւ դուք դառնաք Աստծո Իսրայելը։ Ես ուզում եմ տեսնենք, թե Հռոմեացիս 11-ում 22-րդ խոսքը տեսեք ինչ է գրված։ Արդ տես Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա քաղցրությունը, տեսեք, դա նրա քաղցրությունն է, որ մեզ պատվաստել է իր ժողովրդի վրա, որ մենք իր ժողովուրդը լինենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եթե այն քաղցրությունումը կենաս, մնաս, ու գիտեք ինչ է վերջում ասում, ապա թե ոչ դու էլ կկտրվես։ Դուք նկատել եք, որ երբ որ դառնությունը գալիս է մեր մեջ, մենք կարծես հոգևոր կյանքից կտրվում ենք։ Այդ քաղցրությունն է, որ մեզ պահում է Տիրոջ մեջ, սիրելիներս։ Հարցը նա չի, որ մեզ Աստված կբռնի մի անգամից կկտրի, որովհետև Հիսուսի արյունը շատ թանկ արյուն է թափվել մեզ համար։ Նա ողորմած Աստված է, նա համբերատար Աստված է, նա սպասում է, նա ներող Աստված է։ Բայց ասում եմ, լսի, եթե դու քաղցրությունումը չմնաս, դու կտրվում ես, դու, ես կասեի այսպես, մենք ինքներս մեզ կտրում ենք։ Որովհետև դառնությունը չի կարող Տիրոջ մեջ մնալ։ Եթե ես ուզում եմ Տիրոջ մեջ մնալ, եթե ես ուզում եմ Աստծո հոգու մեջ ապրեմ, եթե ես ուզում եմ Հիսուսի հետևից գնալ, ես պետք է քաղցրությունը չթողնեմ, այլ մնամ, կենամ քաղցրության մեջ, սիրելիներս։ Ամեն։ Թող այս աշխարհի ոչ մի բան, ոչ մի մեր կյանքի կատարված ոչ մի իրավիճակ չդառնացնի մեր կյանքը, սիրելիներս։ Չհեռացնի մեզ Տիրոջից, որովհետև քաղցրությունը, ներսի քաղցրությունը կորցնելը հեռացնում է Տիրոջից։ Դա է կտրվելը, որ մենք կտրվում ենք Տիրոջից։ Ասում եմ, եթե Իսրայելը, որին Աստված սիրել էր, ընտրել էր, փայփայում էր, տանում էր նրանց, ասում եմ, նրանց կտրեցի, որ ձեզ պատվաստեմ, գիտեք ինչու, որովհետև տեսավ ինչքան դառնացել են իրանք։ Իհարկե ասում եմ, որ դա ժամանակավոր է, գալու է ժամանակ, որ ինքը բերելու է նրանց։ Դա ուրիշ պատմություն է։ Բայց հարցը սա է, որ այստեղ խիստ է խոսում, ասում է, գիտես լուրջ բան է քաղցրությունը կորցնել, մի կորցնիր դա։ Մի կորցնի, մի կտրվիր Տիրոջից։ Այստեղ չի ասում իհարկե փրկությունդ կկորցնես, բայց ես այս կյանքում չեմ ուզում կորցնեմ Տիրոջը, ես մի օր էլ չեմ ուզում իրանից կտրված լինեմ։ Այս կյանքում եթե անգամ ինչ-որ դառնություն գալիս է, չմնանք դրա մեջ։ Ասենք Տեր քաղցրացրա իմ կյանքը։ Կարող ես այս ձևի լավ աղոթք ասա, գիտես, Տեր քաղցրացրա իմ կյանքը։ Ինչ վատ աղոթք է, շատ լավ աղոթք է։ Ամեն։ Որտեւ այս աշխարհում մենք բոլորս մարդ ենք, ես երկնքից չեմ իջե, տարբեր բաներ կան, կարող են գալ դառնություն պատճառել մեզ։ Ինչ որ մարդու վերաբերմունքը, ինչ որ այս աշխարհում կատարվող բաները։ Ես քո հարազատ մարդը կարող է քեզ այնպես վերաբերել, որ դառնացնի քո սիրտը, բայց թույլ չտանք այդ դառնությունը մնա մեր մեջ։ Ասենք Տեր քաղցրացրա ինձ, քո քաղցրությունը թողի մեջ լինի։ Եվ ես կասեմ, երբ որ մենք քաղցրությունով ենք լցված, շատ բաներ մեր կյանքում կփոխվի։ Եթե Տիրոջ քաղցրությունով անգամ մարդն է ապաշխարում, ես մարդը ամենաբարդ էակն է այս ամբողջ տիեզերքում։ Եթե քաղցրությունով մարդ ապաշխարում է, մեր ներսի քաղցրությունով շատ բան կփոխվի, մարդիկ էլ կփոխվեն։ Մեր հարազատները կփոխվեն։ Ես նեն մարդիկ, որոնք ինձ ասում են գժված են, այսօր շատերը հավատքի են եկել, այսօր շատերը զանգում են, որ ինձ ասում են դու գիժ ես, զանգում են, ասում են խնդրում եմ աղոթի ինձ համար։ Փոխվում է բաներ, շատ բաներ կփոխվի, երբ որ դու մնում ես քաղցր։ Բայց ինչ կլինի, եթե ես իրանց հանդեպ դառնանամ, ասեմ, ուրեմն դուք իմ ընկերները չեք, դուք իմ բարեկամները չեք, ուրեմն ես բաները ինձ ասեցիք ու ես դառնացել եմ, իրանց մեջ է բան չի փոխվի։ Բայց Աստված գործում է իր քաղցրության միջոցով։ Գիտեք, երբ որ նայում ես, հիշում եք, որ եկավ պահ, երբ որ Աստված Մովսեսին ասեց, դու չես մտնի Քանաան։ Ով է հիշում այդ պահը։ Աստված ասեց, դու չես մտնի Քանաան։ Խոստման երկիրը չես մտնելու։ Ասեց, բարձրացի սարի վրա,
նայիր, տես։ Կտեսնես, բայց չես մտնում։ Գիտես, ես զարմացած եմ Մովսեսի այդ խոնարհության, այդ հեզության վրա, որ ինքը մի հատ չբողոքեց Աստծուն։ Բայց ինչն էր պատճառը, չեք մտածել, օրինակ ես շատ եմ մտածել, ասում եմ Տեր Աստված, Մովսեսը այդքան անցավ, այդքան բան արեց, այդքան հավատարիմ եղավ, ո՞նց եղավ, էլի որ այդքան բանից հետո չմտավ։ Ես դրա պատճառը գտա Սաղմոսում։ Իհարկե մենք գիտենք, Աստված Մովսեսին ասեց, որ ասա ժայռին, որ ջուր բխի, ովքեր կարդում են Աստվածաշունչ իրան գիտեն։ Ինչ արեց Մովսեսը, ինքը բռնեց, խփեց։ Միջև խփելը ասեց, երկու անգամ խփեց։ Միջև խփելը ասեց, ջուր եք ուզում այստեղից հանեմ։ Ես այս այդ բառերի մեջ տեսնում եմ նրա բարկությունը։ Հիմա տեսեք Սաղմոս 106։ Սաղմոս 106-ում Աստված պատմում է կարծես Իսրայելի ամբողջ ճանապարհը պատմությունը եւ 32-րդ խոսքում տեսեք ինչ է ասում։ Եվ բարկացրին նրան Մերիբայի ջրերի վրա եւ Մովսեսին չար եղավ նրանց պատճառով։ Ինչու՞։ Որովհետեւ դառնացրին նրա հոգին եւ նա մեղանչեց իր շրթունքներով։ Տեր, ինչու Մովսեսը չգնաց Քանաան։ Հոգին դառնացել էր։ Արդեն այդ ժողովրդից հոգնել էր։ Մովսեսը գնաց Տիրոջ մոտ, գիտես ինչից գիտեմ, որտեղ Աստծո խոսքն ասում է եւ Տերը նրան թաղեց։ Դուք պատկերացնում եք մարդ, որի թաղումը Աստված արե։ Դա հզոր մի բան է։ Այդպես է գրված է։ Եվ Տերը նրան թաղեց։ Եվ ոչ ոք նրան չգտավ։ Հարցը նա չէ, որ Մովսեսը չի փրկվի, հարցը նա, երբ որ դառնությունը գալիս է, այն խոստմունքները, որ Տերը քեզ համար ունի, դու դրան չես հասնի։ Գիտեք, Աստված մեզ համար մեծ խոստմունքներ ունի սիրելիներս։ Թե ծառայության մեջ, թե մեր կյանքի վերաբերյալ, թե իր փառքը տարածելու մեջ մեր կյանքի, բայց եթե մեր կյանքի մեջ, եթե իմ անձը դառնացավ, ես երբեք այդ տեղը չեմ գնա, որտեղ ինքը պատրաստել է։ Ես կգնամ իր խորությունները, ես կգնամ Աստծո փառքի մեջ, եթե չկորցնեմ քաղցրությունը։ Եվ նա մանավանդ Սարո եղբայր ջան, եթե մենք ծառայում ենք Տիրոջը, այնքան բան կա կարող են մեզ դառնացնել, բայց երբեք մենք պետք է թույլ չտանք, որ մեր հոգին դառնանա։ Որտեղ անգամ Տիրոջը ծառայելը կարող է դառնացնել, երբ որ դա դժվարություն է արդեն, հիասթափություն է եւ այլն, բայց Աստված է մեր մեջ քաղցրություն պահողը։ Միշտ ասենք Տեր, թույլ չտաս ես դառնանամ ինչ որ մեկի հանդեպ։ Ամեն։ Ամեն։ Այդ ժամանակը որ այն ինչ որ Տերը խոստացել է, Տերը մեծ խոստում ունի իմ ու քո համար սիրելիս։ Ամեն, ամեն մեկիս համար։ Չկա մեկ այստեղ, որ Տերը մեծ խոստում չունենա իր համար, բայց պատճառներից մեկը, դա միակ պատճառը չի, բայց պատճառներից մեկը սա է, որ մարդիկ չեն հասնում Տիրոջ խոստմանը, երբ որ իրանց հոգին դառնանում է։ Մովսեսը դրա պատճառով էր, որովհետև որ չմտավ Քանաան, որովհետև իր հոգին դառնացել էր, ասում է ժողովրդի պատճառով։ Դուք պատկերացնում եք ժողովուրդը ինչ էին արել այդ խեղճ Մովսեսին։ Մենք սենց կարդում ենք, բերանով ասում ենք, բայց 3 միլիոն ժողովուրդ, եւ ոչ թե միայն ժողովուրդ, այլ հրեա ժողովուրդ։ Լալավա հայ չէին, չէ։ Կատակ եմ անում իհարկե, ազգի կապ չունի։ Բայց ուզում եմ ասեմ, նա մեծ բաներ էր անցել, շատ մեծ, ծանր բաներ էր անցել, բայց Աստված, ինքը քաղցր Աստված է, ինքը չի կարող դառը հոգով մեկին տանել իր հետ։ Դրա համար անգամ Մովսեսին ասեց, Մովսես, գիտես, բեր տես այդ երկիրը, բայց քո գալու ժամանակն է։ Եվ նրա տեղը իհարկե մեկ ուրիշ եղավ, Հեսու։ Մատթեոս 11-րդ գլխում տեսեք ինչ է գրված սիրելիներս։ Մատթեոս 11 29-30 ոնց կարող ենք մենք քաղցր լինել։ Տեսեք, այստեղ բանալի կա, Հիսուսը բանալի է տալիս։
Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար, ձեր անձերի համար հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Ով է քաղցրության մեջ ապրում, սերելից վերցրա Տիրոջ լուծը քո վրա։ Սկսի Տիրոջ համար բաներ անել, շարունակիր Տիրոջ համար բաներ անել։ Նրա լուծը քաղցր է։ Քո բեռը ինձ տուր ասում է, իմ լուծը վերցրա։ Քո բեռը քեզ կդառնացնի, ավելի լավ է իմ լուծը վերցրա, որը քաղցր է։ Ամեն, հասկանում եք ինչի մասին է խոսում։ Այս կոնտեքստով, որ ասում է իմ լուծը քաղցր է, իմ լուծը նրա համար չի, որ դու ստիպված ես անելու ինձ համար, կամ պետք է անես, կամ եթե չանես լավ չի լինի, չէ։ Ասում է լսի, չեմ ուզում էլի քո հոգսերով դառնացած գնաս քո հոգսերիդ հարցով մենակ զբաղվես։ Արի իմ լուծը վերցրա քեզ վրա, հոգսերը տուր ինձ եւ քո հոգու համար հանգստություն կգտնես։ Ամեն։ Փառք Աստծո, ինչ լավն է Հիսուսը։ Ինչքան շատ է մեր մասին մտածում։ Երբ որ իմ հոգին դառնանում, ինքը չի ուզում ես դառը մնամ։ Ասում է, լսի, գիտեք ինչքան է եղել ծանր իրավիճակում, հոգսերի մեջ, դժվարության մեջ, տնից էին հանում եւ այլն, լիքը բաներ ա եղել։ Որ sense հիշում ենք, մենք բոլորս է կարող ենք հիշել ինչքան բաներով ենք անցել։ Այդ ամեն ինչը այնքան կարող էր դառնացնել, բայց մի բան կար այդ ամենի մեջ։ Մի բան կա, որ մտածում ես, ասում ես, ես չեմ կարող Տիրոջ գործը չանել։ Ես չեմ կարող Տիրոջ ավետարանը չքարոզել, ես չեմ կարող Տիրոջ համար չգնալ։ Ժամանակ չկա, թե չէ շատ բաներ կպատմեի։ Բայց մենք բոլորս այդպիսի վկայություններ ունենք, որ ինչքան դժվար է եղել շարունակել ենք Տիրոջը հավատարիմ մնալ։ Եվ ասում այդ լուծը քաղցր է։ Այսօր մարդիկ կան ասում են, դե դժվարությունները շատացել է, այլ չեմ կարող Տիրոջ ծառայել։ Ոչ սիրելիս, երբ որ դժվարությունը շատանում է, այդ ժամանակա որ պետքա Տիրոջ ծառայես, որովհետև նրա լուծը քաղցր է, նրա բեռը թեթև, ասում է, քո բեռը ինձ տուր, արի իմ լուծը վերցրա քեզ վրա։ Ամեն։ Եթե ուզում ենք մեր կյանքը քաղցր լինի, վերցնենք Տիրոջ լուծը մեզ վրա, որովհետև այն քաղցր է։ Դրա համար սիրելիներս, ամփոփելով մի քանի բան եմ ուզում ասեմ։ Քննենք մեր անձերը ու միշտ ուշադիր լինենք մեր անձերին, դառնությունով չլցվենք։ Դառը բաներ չխոսենք։ Եթե ինչ-որ դառը բաներ կյանքում կատարվում է, որ իրար հետ խոսում ենք, թող դա միայն աղոթքի վերածվի եւ այդ դառնությունը մեր մեջ չմնա, որովհետեւ մենք աղոթում ենք, որ դա տանք Տիրոջը։ Ամեն։ Այսօր ինչ դառը բան կա կյանքիդ մեջ, որ ուզում է դառնացնի, որովհետեւ մենք մարդ ենք։ Այսօր ուզում եմ դրա համար աղոթք անենք։ Գիտեք, վերջում դրա համար ենք աղոթելու։ Ասենք Տեր, ես իմ դառնությունը, իմ կյանքի ես բեռը քեզ եմ հանձնում։ Բայց մյուս բանը սա է ասել, սկսի լցվել Աստծո խոսքով, եթե լցվում էր, շարունակի լցվել Աստծո խոսքով։ Սկսի Տիրոջը ծառայել, ինչ որ բան սկսի Տիրոջ համար անել։ Նրա լուծը վերցրա քեզ վրա։ Եվ դա բանալի է, որ քո հոգուն հանգստություն կգտնես։ Ամեն։ Կխնդրեմ կանգնենք Տիրոջ առջև սիրելիներս։